Ամանորն այս տարի էլ թանկ են ստելու երևանցիների վրա։ 1,5 միլիոն դոլար կամ 607 միլիոն 645 հազար դրամ է ծախսվելու մայրաքաղաքի տոնական զարդարանքի համար։ Հեղափոխական իշխանության օրոք 2018-ին 70 միլիոն դրամով գնված տոնածառի համար նոր ճյուղեր են գնելու։ 57 միլիոն 645 հազար դրամ են հանել քաղաքային բյուջեից նոր ճյուղերի ու լույսերի, ինչպես նաև Երևանի մյուս վարչական շրջանների տոնածառերի լույսեր ու գագաթներ գնելու համար։ Անշուշտ տոնական օրերին պետք է քաղաքը ունենա տոնական զարդարանք եւ հարդարանք, այդտեղ քննարկելու բան չկա, բայց ամեն ինչ ունի իր տրամաբանական ողջամիտ սահմանները։ Այդ տրամաբանությամբ կարելի է ոչ թե 607 միլիոն ծախսել, այլ 6 միլիարդ 700 միլիոն էլ որ ծախսենք, հա, էլի այլ ավելի ճոխ եւ հետաքրքիր կլինի։ Նախորդ տարվա համեմատ մոտ 60 միլիոն դրամ ավելի է Երևանի տոնական ծախսը։ 2024-ին մայրաքաղաքի զարդարանքը 549 միլիոն դրամ էր արժեցել։ Ավականու ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով թանկացած հարկերով ու տուրքերով է այս շռայլությունն արվում։ 2025-ին մայրաքաղաքի բյուջեն նախորդ տարվա համեմատ 34,5 միլիարդ դրամով ավելի է, ու դա գույքահարկի, կարմիր գծերում կայանելու վճարի ու այլ տուրքերի թանկացման շնորհիվ է։ Այդ փողը որ ծախսվում է, պիտի արդյունքը շոշափելի լինի։ Պիտի երևի այդ փողը ուր գնաց։ Իսկ այս պարագայում փող լինի, միշտ էլ կարելի է քեֆ ուրախություններ, լույսեր, համերգներ, ծափուցիծաղներ, պահի տակ ժամանց ուրախություն գնում են տուն, անցնում է հաջորդ օրը քաղաքը կանգնած է նույն կռախի առաջ։ Լուսավոր տոնը մի մութ կողմ ունի, որը դեռ անցած տարվանից մնացել է։ 2024-ին քաղաքը զարդարելու մրցույթներից մեկը մոտ 50 միլիոն դրամանոց չի կայացել, սակայն այդ փողից 18 միլիոն այնուամենայնիվ ծախսվել է։ Ուր է մնացած 32 միլիոն դրամը, հարցնում է Սուքիասյանը։ Ծայրահեղ դեպքում այդ չկայացած լոտի 32 միլիոնը կարելի էր այս տարի ավելացնել։ Ըստ Մանուկ Սուքիասյանի կարելի է ավելի քիչ փողով նույն ճոխությունը ապահովել Ամանորին Երևանում։ Ձևավորում ՓԲ կա քաղաքապետարանին կից, մրցույթ հայտարարելու փոխարեն կարող են իրենք անել։ Մի հատ ամանորյա տոնական միջոցառում չեք կարող ինքներդ կազմակերպել, նստած փողը տալիս եք սրան նրան, որ նրանք անեն բան անեն, այդտեղ պատահակա փողոցով անցնող ում էլ մեկին բերես դստացնես այս աթոռին, ասես գիտես տոնածառի հետ կապված ամանորյա միջոցառումների հետ կապված ինչ են կանում, ասի տեսեք տեղով անում, փողը տանք թող անի։ Դեկտեմբերի 14-ին կվարվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։ 607 միլիոն 645 հազար դրամից միայն 345 միլիոնը այդ օրվա արարողության համար է։ Էդգար Ղուշյան, Աշոտ Մնոյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։